Ողջույն սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ հիմա միացել եք ինձ կամ հետո կմիանաք, լսեք այդ լայվը։ Ուրեմն ինչպես արդեն հայտարարել էի, այսօր լայվ եմ մտնելու, կարծում եմ թեման արդեն բոլորի համար հայտնի էր, դա խոսում է ուրեմն վերջին անցած մի քանի օրերի իրադարձությունների մասին, գրառումների մասին, որոնք կատարվեցին ուրեմն Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղված հոգևորականությանը, եկեղեցականներին, եւ շատերի մոտ կարծում եմ հարց առաջացել թե դա որտեղից է ցակել, որտեղ է, ինչ նպատակ է հետապնդում։ Ես գրատասմացի գրառումներ կատարել եմ մի քանի հատ, որոշեցի այսօր այս լայվի ընթացքում ընդհանրապես ամփոփեմ այդ ամբողջը եւ իմ անձնական, անկեղծ ասած, անձնական վերլուծությունը ներկայացնեմ, թե ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը ուրեմն այս ամենից։ Նախ մինչև անցնելը կխնդրեմ, եթե հանկարծ ձայնի խնդիր ալինում գրեք ինձ, որպեսզի բարձ դառնա, այ կարողանամ խնդիրը լուծեմ, հուսամ որ ձայնը հարմար լինի։ Ամեն դեպքում, եթե մենք փորձենք միայն Նիկոլ Փաշինյանի վերջին 2-3 օրերի գրառումները նկատի առնենք, գուցե չկարողանանք շատ ճիշտ եզրակացության անգել, թե ինչ նպատակ է այս ամեն ինչը հետապնդում։ Բայց եթե փորձենք իրադարձություններին նայել գուցե 15 օր առաջվանից, 10 օր առաջվանից, երբ Աննա Աբրամյանն է Աննա Հակոբյանն է, չգիտես ինչու այդ երկուսին միտը կամից նմանեցրեցին իրենց բառը, պես ասած վերջի շրջանի լեքսիկոնով, ամեն դեպքում կարևոր չի մնա։ Աննա Հակոբյանի վերջի շրջանի գրառումներն են, եթե ուզենանք նկատի առնենք, եւ այդ ամբողջը նկատի առնենք եւ քննարկենք մեկ փաթեթի մեջ, կարծում եմ շատ ավելի, այսպես ասած, արդյունավետ վերլուծության կարող ենք հանգել եւ կարծում եմ նպատակները շատ հստակ է մեզ համար դառնալու, թե ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միանգամից անցան հակահարձակման, սկսեցին նման ուրեմն ասում եմ, որ ձայնը շատ կամաց է, ես փորձեմ մի քիչ ներողություն բարձրացնեմ ձայնը։ Կարծում եմ հիմա մի փոքր ավելի լայվ պետք է լինի։ Ամեն դեպքում հույս եմ, որ հիմա խնդիրը լուծված լինի, խնդիրը հարթված լինի։ Ամեն դեպքում իմ համար հարց առաջանում, որ հիմնականում ինչ նպատակ էր հետապնդում այս ամենը եւ ինչի են ուզում հասնել Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան։ Ես թույլ տվեք իմ լայվը սկսեմ մի քանի պարզ հարցումներով, որոնց պատասխան ունենալուց հետո ես կարծում եմ մի քիչ կարելի ավելի հստակեցում կատարել, դες մարդիկ ինչու հիմա անցան նման կարգի գրառումների եւ ինչ է հիմնական նպատակը։ Նախ Նիկոլ Փաշինյանը, նախ նկատի առնենք այն, որ այս Նիկոլ Փաշինյանի այդ գրառումները հաջորդեցին Աննա Հակոբյանի գրառումներին, այսինքն այնպես չի, որ տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցածին։ Ես դրանք կանցնեմ մի քիչ ավելի ուշ։ Ասենք այնցած հինգշաբթի օրվա կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությանը ուղղված եկեղեցականներին։ Այդտեղ ինքը օգտագործեց մի հետաքրքիր բառ՝ չուլանը։ Հիմա հարց եմ տալիս, դուք ձեր սովորական խոսակցության մեջ քանի անգամ եք այդ բառին հանդիպել, քանի անգամ է ձեր մտքով անցել այդ բառը, ընդհանրապես ծանոթ եք այդ բառին, թե ինձ նման առաջին անգամ այդ բառին հանդիպեցիք, փորձեցիք գնալ բառարաններում գտնել, հասկանալ այդ չուլան բառի իմաստն ինչ է։ Ես անձամբ փորձեցի ինտերնետով այնպես ասած որոնել այդ բառը, տեսնեմ վերջի շրջանում քանի անգամ ովքեր են այդ բառը օգտագործվել եւ ինչքան հաճախականությամբ այդ բառը օգտագործվում մեր քաղաքական գործիչների կամ հասարակության կողմից։ Նկատեցի, որ վերջի շրջանում, այսինքն գուցե 3-4 տարվա ընթացքում միայն մեկ դեպքում ինչ-որ մեկն է այդ բառը օգտագործել։ Այդպես ինչու եմ ասում սա, որովհետև սա այդպես շատ օգտագործված բառ չի։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը կառավարության այդ նիստում պատահաբար այդպես խոսակցությունների ընթացքում որոշած լիներ, հենց միտքեր արտահայտելիս միանգամից եկեղեցականներին հիշած լիներ, շատ պատահաբար եկեղեցականներին անդրադարձած լիներ, հավանականությունը շատ քիչ է, որ չուլան բառը այդտեղ օգտագործել, չէ, կարող էր աղբանոց օգտագործել, պահեստ օգտագործել, շատ ավելի այդպես ասած բառեր կան, որոնք կարող է առաջին հերթին ձեզ համար էլ հաճախ հավանաբար, եթե մի բառի մասին խոսում եք, այն բառն է գալիս ձեր մտքին, որոնք չեք ման գալիս այդպես արտասովոր բառերի հետևից։ Այն բառն եք օգտագործում, որ այդ վարքյանին գալիս է ձեր ուղեղին, ուղեղը անմիջապես դա է թելադրում։ Իսկ եթե գնում եք չուլան բառի հետևից եւ հատկապես դա եք օգտագործում, նշանակում է, որ դու գնացել ես նախապես բառարաններում նայել ես, հոմանիշների բառարան ես հավանաբար բացել,
ուզեցել ես աղբանոց օգտագործես, ասել ես աղբանոց օգտագործեմ, գուցե այդպես հարմար չլինի, ազդեցություն լավ չլինի, մի հատ չուլան բառը օգտագործեմ, որ մի տեսակ այդպես բացասական եւ բեռնել ավելի շատ ավելի այդպես ասած գրգռություն կարող է ստեղծել ժողովրդի մոտ եւ ընտրել այդ բառը։ Հետևաբար ես անձամբ համոզված եմ, որ այդ հայտարարությունը պատահաբար չէր եւ ինքը պատահաբար այդտեղ ես գիտեմ հուշահամալիրի այդ դեպքերին անդրադառնալով չէր, որ եկավ հանգեց եկեղեցականներին ու այդ չուլան բառ օգտագործեց։ Այն հուշահամալիրը գուցե պատրվակ էր, բայց ինքը հիմնականում նպատակաուղղված կերպով անդրադարձել է փորձ նպատակ ունեցել այդ նիստի ընթացքում հատկապես թիրախ դարձնել ուրեմն եկեղեցականների եւ այդ չուլան բարի ընտրությունը իմ կարծիքով չափազանց մտածված է եղել եւ նախապես դրա մասին մտածել է։ Իսկ եթե նախապես դրա մասին մտածել է, հաստատ այդտեղ պլան կա, հաստատ ինչ որ նպատակով է դա արել։ Այսինքն այդպես պատահաբար չի ասել դե հիմա այսօր գնամ մի հատ եկեղեցականներին կպնեմ, հիմա ինչպես կպնեմ, մանգամ բարձարեմ չուլան։ Չէ, այդպես չի։ Ինչու այդպես չի։ Հիմա երկրորդ հարցումն է այստեղից ցակում։ Նիկոլ Փաշինյանը ռեյտինգի լուրջ խնդիր ունի։ Բոլորս էլ գիտենք, ինքն էլ գիտի, թեև փորձում են թաքցնել վերջին ընտրությունների արդյունքները Գյումրում, տարբեր տեղերում, խնդիրները, որ իր շուրջ կա, անհաջողությունները, ձախողումները, չթեմ, նա բոլորդ արդեն գիտեք Հայաստանի հասարակության մեջ դուք եք ապրում իմ փոխարեն, գիտեք ինչպիսի ատելության մթնոլորտ կա, ինչպիսի հակա ռեյտինգ ունի Նիկոլ Փաշինյանը այս պահին եւ հիմնականում շատ լուրջ խնդիր ունի ռեյտինգի կապակցությամբ։ Միևնույն ժամանակ բոլորս էլ գիտենք, որ իրենք պատրաստվում են ընտրությունների համար, դեպ դա չեն էլ հագցնում։ Ամեն շաբաթավերջի մարդուկի շալվարները հակած ընկած քաղաքից քաղաք, մարզից մարզ գնում են, շոու են կազմակերպում, վրեն փող են աշխատում, դրա հետ էլ միասին քարոզարշավ են անում, կրթվել են նորաձև անվան տակ, իբր թե ժողովրդին հավաքում են միտեղ, իրենց անձն են այդտեղ PR-ում, բոլորս էլ գիտենք, որ դա ընտրական նպատակ է հետապնդում։ Լավ։ Մարդ կամ երկրի ղեկավար, ով պատրաստվում է ընտրությունների համար, ով ունի խիստ հակառեյտինգ, ով ժողովրդի կողմի մոտ հակակրանք, այդպես ասած հիմքերը շատ ուժեղ են իր հանդեպ հակակրանքի այս պահին, ձախողել է ամեն ինչ։ Տրամաբանորեն մինչև ընտրություններ պիտի փորձի ամեն կերպ իրեն հեռու պահել սկանդալներից։ Չհայտնվի այնպիսի իրավիճակներում, երբ հասարակությունը կսկսի իր մասին թեժ քննարկումներ անցկացնել, բոլորի սլակները կողմեն իր դեմ, առիթ կստեղծվի իր եւ իր ընտանիքի դեմ հայտարարություններ անելու։ Նույնը նաեւ ասենք Աննա Հակոբյանի դեպքում։ Բայց տեսնում ենք, այս մարդիկ ճիշտ հակառակն են արել։ Ուղղակի իրենց տարել են, մտցրել են մի հատ սկանդալային հայտարարություն անելով, մտածված կերպով, մի հատ դրել են մի հատ իրավիճակի մեջ, որ ամբողջ փորձ կատարվում ընդդիմությանը եւ ժողովրդին լարել իրենց դեմ։ Ինչու՞։ Այս հարցի պատասխան եթե մենք կարողանանք գտնել, հասկանանք այս մարդիկ իսկականից ինչ նպատակ են հետապնդում։ Ես ասել եմ, երեք էլ այսօր առավոտյան էլ գրել եմ, հիմա էլ եմ կրկնում։ Նիկալին կարող ենք ամեն կամ կնոջը կարող ենք ամենավերջին, այդպես ասած, պիտակները կպցնել, ասել դավաճան, ասել հողավաճառ, ասել կապիտուլանտ, ասել ես գիտեմ թուրք, ադրբեջանցի, ինչ ուզում եք կարող եք ասել, բայց խնդրեմ ներողություն, իրեն դեբիլ մի համարեք։ Այդ մարդը դեբիլ չի, մարդը 7 տարի է երկիր ղեկավարում եւ իր շուրջը ունի շատ ուժեղ թիմ խորհրդատուների, որոնք իրեն շատ հստակ խորհուրդներ են տալիս եւ մտածված կերպով իր կողքին աշխատում են, հատկապես հիմա, երբ ընտրությունների սեմին են կանգնած։ Հետևաբար Նիկոլը դեբիլ չի եւ մենք սխալված կլինենք, եթե իրան համարենք գիժ, իրան համարենք դեբիլ, ես չգիտեմ, ասենք դեղերի Ակցել էր այդ դեղերը չի տվել նոպալերը բռնել այդպիսի հայտարարություններ։ Դա այդ ամենամակերեսային վերլուծությունն է, որ կարելի է այս իրադարձություններից տալ եւ հետո էլ հանգիստ նստկնալ մեր կյանքի հետևից։ Բայց իրականության մեջ այդպես չի։ Այդ մարդիկ դեբիլ չեն եւ ինչ անում են, մտածված են անում։ Ինչ անում են, պլանավորված են անում։ Եվ մեր պարտականությունն է աչալուրջ լինելով խորանալ եւ հասկանալ, թե դա ինչ պլան կա։ Ինչ են հետապնդում։ Ինչու նման հայտարարություններ արեցի։ Քիչ առաջ ասեցի, որ նման պայմաններում գտնվող մարդիկ ընդհանրապես փորձում են զգուշավոր լինել իրենց հայտարարությունների մեջ, այնպիսի հայտարարություններ անել, որ որից է մեկին չկպնեն։ Դե ընտրությունների ժամանակ հավանաբար գուցե եկեղեցուն էլ իրանք ինչ-որտեղ պիտի մտնեն երկու հատ եկեղեցի կարիք ունենան դրա վերապրիարվելու։ Ուրիշ խնդիրներ կա այդտեղ, չէ՞։ Առնվազն ժողովրդի մի հատվածի մոտ այդպես եկեղեցու նկատմամբ հարգանք գոյություն ունի։ Եկեղեցին այն կառույցն է, որին դու ամենավերջինն ես կարող կպնել։ 2018-ից հետո սրանք բոլոր կառույցներին կպան եւ հաջողեցին։ Բոլոր կառույցներին։ Ինչու ուզեցան մատ դրեցին, միաժամանակ հետո կարողացան կպնել, վարկաբեկել եւ նույնիսկ բանակը, նույնիսկ ես ինչ գիտեմ, գեներալիտետը, ես ինչ գիտեմ,
ակադեմիա, մշակույթ, ամեն ինչին այս մարդիկ կարողացան գտնել եւ դրան այդ ոլորտները ապականել։ Միակ ինստիտուտն, որը չկարողացան մոտենալ, թեև քանի անգամներ փորձ են կատարել, դա եղել է եկեղեցին։ Հետևաբար, եթե նույնիսկ դա ունեն, գիտեք, այդ որ Նիկոլ Փաշինյանը հակակրանք ունի հայ եկեղեցու հանդեպ, դա ապացուցված է։ Այդ որ այդ մարդ միայն քրիստոնյա է ձևանում, քրիստոնյա չի ընդհանրապես, քանի որ ամենատարրական օրենքը, որ պսակադրությունն է, առանց այսպես ասած կրոնական արարողության մեկի հետ չափելն ավելի շնություն համարվում քրիստոնեական սկզբունքներով, դա չի հարգել են մնացածի մասին խոսալը անիմաստ արինում։ Հետաբար այն որ այդ մարդը քրիստոնեության կամ եկեղեցուն դեմ է, բոլորիս համար ապացուցված է։ Բայց արդյոք այս փուլում նպատակը հարմար էր իր համար գնալ այդ ճանապարհով եւ հարվածի տակ առնել եկեղեցուն։ Մի կառույցի, որին ինքը ընդհանրապես մոտենալ չի կարողանալու, քանի որ վերահսկողություն չունի։ Երեք գրառում էր կատարել, ես այս մասին մի հատ կարճ բացատրեմ ասեմ առաջ, որ պիտի այնպեսի մի հատ ձևակերպում լինի, որ կաթողիկոսները բարեվարկության, ես գիտեմ, ինչ պիտի քննություն պետք է անցկացնեն, պետք է պես ասած կաթողիկոսների ընտրության հարցում ժողովուրդը դերակատարություն ունենա։ Դա կարող է այդպես հայտարարության մեջ գեղեցիկ թվալ, դա պետք է այն ոլորտն է, որ Նիկոլ Փաշինյանը դրա վրա ընդհանրապես զրո ազդեցություն կարող ունենալ, որտեղ այդ ոլորտը Հայաստանի Հանրապետության ոչ սահմանադրությամբ է կարգավորվում, ոչ օրենսդրությամբ է կարգավորվում։ Դա մեր եկեղեցական օրենքներով է կարգավորվում, որը ուրիշտեղ դարերի ընթացքում ձևակերպվել է եւ դրա համար հստակ կանոններ կան, կաթողիկոսի ընտրություն, ազգային ժողով, իսկ գիտեմ ինչպես է դա գումարվում, ինչպես է այդպես ասած կաթողիկոսը։ Սահմանադրությամբ չի որ որոշված է որ Նիկոլ Փաշինյանի կպականներով հավաքվեն սահմանադրություն փոխեն կաթողիկոսի ընտրության կարգը փոխեն։ Դա այդքան հեշտ չեն կարող այդ ոլորտը մտնել, գիտեք, բայց նման հայտարարություններ անում։ Հիմա հարցը էսա, որ հիմա եթե դու մի բանի վրա չես կարող ազդեցություն ունենալ եւ այդ ոլորտին մոտենալը վտանգավոր է, ինչու ես մոտենում դրան։ Ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը։ Ես իմ լայվը այսպես էի խորագրել, որ արդյոք Նիկոլի վերջին հայտարարությունները ընդդիմության արված փեշկաշ են։ Փեշկաշը պարսկերեն բառ է, բայց կարծեմ հայերենում շատ ընդունված է օգտագործում են, դա նվեր ծառա ընսա այդ իմաստով է օգտագործվում, թե false trigger է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մի հատ այդպես իր կողմից կառավարելի false trigger է այդպես Երևան դրբերել, տվել ընդդիմության ձեռը, իբր թե իր կաշխեկով, որ ընդդիմությունը դրանից կօգտվի, ինչ որ գործողությունների արդյունքում իրենք կարողանան դրանից շահել։ Ես դրա մասին իմը պիտի խոսեմ, որ իսկապես սա արդյոք Նիկոլը այդքան անխելք է, որ այս փուլում նման դեբիլություն անելով նման մեկ ուղղությամբ կգնար, որ իր ձեռքով ընդդիմությանը մի հատ այսպես հսկա ընծալ կնվիրեր, որպեսզի ժողովրդային շարժում ձևավորեն իր դեմ, ես գիտեմ ժողովրդային հակակրանքը այդպես ըմբոստում վզում ձևավորեն իր դեմ, փորձեն ինչ-որ գործողություններ անեն։ Այդքան դեբիլ է Նիկոլը։ Ես հաստատ կասեմ չի։ Հետաբար առաջի տարբերակը իմ համոզմամբ բացառված է, որ սա եղել է ընծալ Նիկոլի կողմից ընդդիմությանը, որ իրեն այդպես ասած չիմացված կամ պահի ազդեցության տակ Նիկոլը ինչ-որ հայտարարություն արել, որից հիմա Նիկոլը ընդդիմությունը պիտի պահը օգտագործելով ժողովրդին հանի փողոց, ընդվզում անի Նիկոլի իշխանությունը փոխի, հաստատ Նիկոլը դա չի արել, ասեք այդպես չի առաջնորդվել։ Իմ համոզմամբ երկրորդ տարբերակն է գործում։ Իմ համոզմամբ սա false trigger է եղել։ Այս օրերին ինչ գործընթաց է գնում մեր մեջ, մեր հասարակության մեջ։ Impeachment, չէ՞։ Բոլորս հետևում ենք իմ ամենասիրելի թեմաներից մեկն է եղել, գիտենք որ այդ շարժումը ձևավորվել է, այդպես ասած մի շարք զարթուներ հանկարծ միանգամից փետրվարի 17-ին նախագահ Քոչարյանի հայտնի հարցազրույցից հետո հասկացան, որ իրենք քնած չեն զարթուն են, որոշեցին impeachment-ի գործընթացը սկսել եւ արդեն ակտիվ փուլ մտնելով այս գործընթացը սկսեցին, կարծում եմ մի 100 անգամ ես ինքս անձամբ խոսել եմ այս թեմայի մասին, հիմա չկրկնեմ, ձեր գլուխն էլ չցավեցնեմ, հիմնականում այդ թեման չի քննարկել։ Հիմա այդ գործընթացը ժողովրդի մոտ գեներացվել է դժբախտաբար իրենց լրատվական գործակալությունների միջոցով, այդ զանգվածային լրատվամիջոցների միջոցով կարողացել են անկեղծ պիտի խոստովանեն, որ կարողացել են այդ միտքը հասարակության մեջ կեղծ կերպով այդ օրակարգը գեներացնել։ Եվ ամենտեղ խոսվում է այդ impeachment-ի մասին, եւ այսպեսի մի հատ ակնկալի կեղծ կերպով, արհեստական կերպով ժողովրդի մոտ առաջադրել։ Թե բոլորս գիտենք, որ դա որևիցե արդյունք չի տալու եւ 100%-ով ձախողած մեկ գործողություն է լինելու։ Հիմա որ փուլում է գտնվում այս գործընթացը, դե գիտեք, նամակ գրեցին, մեջուզ մեկ ամիս առաջ պատգամավորներին, այդ ապրիլի 28-ին է, մեկ ամսվա ժամկետ որոշեցին, Հայաստան դաշինքը հայտարարություն տարածեց, պատիվ ունեն
դաշինքը հայտարարություն տարածեց, մի երկու պատգամավորներ պատրեցին, մի երկու պատգամավորներ մեկը պատասխանեց, մյուսները ընդհանրապես անտեսեցին, չպատասխանեցին, իսկ երկու, այդպես ասած, ԿՊ-ից բաժանված մարդիկ էլ ընդառաջեցին այդ նավակին եւ նախաձեռնություն ձեռնարկեցին Հովիկ Աղազարյանը, Արկոբ Ասլանյանը, վարչապետության տեխնատու նշանակելով Էդմոն Մարոկյանին։ Այն ամեն ինչը, որ մենք այստեղ մինչև այս պահուն ունենք, սա է լինում։ Վերջին շրջանում ինչա խոսում, ասում դե հիմա քանի որ արդեն ժամկետն ավարտին է հասնում, այդ մեր ընդդիմությունը արդեն տեխնատու չի նախաձեռնում եւ ես ինչ գիտեմ ոչ մի քայլ չեն դիմում, հետաբար մենք հիմա արդեն վարչապետի տեխնատուների քննարկման փուլում ենք, անուններ են հիմա այդ քննարկում, դա չեմ ուզում հիմա այս թեման բացեմ, եւ ինչ որ տեխնատու, ես ձեզ հաստատ ասում եմ, կամ առաջիկա շաբաթվա կամ շաբաթների ընթացքում իրենք փորձելու են մեկ անվան շուրջ, այդպես ասած, ձևակերպում անել, դե լավ, հիմա որ ընդդիմությունը տեխնատու չի առաջադրել, մենք մեր տեխնատուն ենք առաջադրում եւ ինչ որ անձի անուն են առաջ բերելու։ Դե շատ հաստատ, եթե այս մարտիկանց տեխնատուն ներկայացվի, պատիվ ունեմ անշուշտ իր ստորագրությունները դնելու ատակը եւ հետո դա տանելու են դեմ տան ուրեմն Հայաստան դաշինքին։ Հիմա ինչի մասին է խոսվում այս ընթացքում։ Խոսվում է այն մասին, որ այս գործընթացը ընդհանրապես մինչև ժողովրդային ընդվզում չլինի, ժողովուրդ չլինի փողոցում, այս գործընթացը ընդհանրապես տեղից չի շարժվելու, չի կարելի առաջ տանել, հենց այստեղ որ կա մնալու է։ Շատ հաճախ է այդ trigger բառը օգտագործվում։ Դե գիտեք, ժողովրդին փողոց անելու համար մի հատ trigger-ի կարիք կա։ Մի բան կարիք կա, որպեսզի մենք կարողանանք ժողովրդին փողոց անել եւ բերել փողոց եւ կարողանանք ժողովրդային այդ ճնշման արդյունքում տեսեք ժողովրդային ճնշում կա, ուրեմն գնանք այս impeachment-ն անենք, բայց վերջում դե բոլորս էլ գիտենք, որ դա ձախողելու արդյունքի չի հասնելու։ Հիմա Նիկոլը ինչ արել իրականության մեջ ասում է ձեզ, շատ բարձ բառերով ասեմ, ասում է trigger եք ուզում իմ դեմ փողոց ժողովուրդ բերելու համար, trigger-ի կարիք ունեք, ասած ես trigger։ Դե հիմա օգտվեք ժողովրդին բերեք փողոց։ Ամբողջ այս վերջին շրջանի գործընթացներից են կապոփենք, այս նախադասության մեջ է տեղավորում։ Կա impeachment-ի գործընթաց, որը կեղծ կերպով գեներացվել է որոշակի շրջանակի կողմից, ինչ որ մարդու այդպես ասած անուն անվան շուրջ համախմբում ստեղծելու համար, հետո այդ անունը բերելու դեմ տալու Հայաստան դաշինքին, ասելու դուք պիտի ձեր անունով գաք, կամ եթե ձեր անունով չեք գալիս, մեր այս անվան տակ պետք է համախմբվեք, ստորագրություններ ավակեք։ Իսկ ճնշման տակ դնելու համար փողոցային զանգված է պետք։ Իսկ այդ փողոցային զանգվածի հավաքելու դերակատարությունը, քանի որ այս մարդիկ իրենք չունեն, վաղ մի հատ հարավակ համարեն, հազիվ մի 50 հոգի մարդ կկանգնի փողոցում, ոչ ռեսուրս ունեն, ոչ հասարակական համակրանք ունեն, ոչ ռեյտինգ ունեն, միայն փող ունեն եւ լրատվա միջոց, եւ դա բավարար չի ժողովրդին փողոց դուրս բերելու համար, իրենց համար ես անհրաժեշտ է մեկ trigger, իսկ trigger իրենց տալիս է Նիկոլը։ Trigger-ի ապահովման պարտականությունը դրվել է Նիկոլի վրա, որ Նիկոլը ասում է, օքեյ, դուք գնացեք այս impeachment-ի գործընթացը իմ դեմ ծրագրեք, ինչ մեկ արեք trigger-ին վրա։ Եվ հիմա փորձում է trigger-ը տրամադրել այս մարդկանց։ Այս ամբողջ գործընթացը դրան է տանում։ Հիմա հարց առաջանում տրամաբանական։ Եթե պիտի իշխանապողության ժողովրդային ընդվզում լինի, եթե պիտի մենք հանգենք իշխանապողության, եթե պիտի փորձենք ժողովրդին ոտքի հանել կամ հասնել այս իշխանությունների դավաճան իշխանությունների հեռացմանը, արդյոք դրա օրակարգը պիտի մեզ թելադրի Նիկոլը, արդյոք դրա trigger-ը պիտի մեզ տրամադրի Նիկոլը, արդյոք խաղի բոլոր կանոնները պիտի մեզ համար գծի Նիկոլը, բնական է ոչ։ Այսօր դժբախտաբար դա է անում, այսինքն Նիկոլը մեզ համար օրակարգ է ձևավորում, trigger-ը տալիս, եկեղեցու դեմ հարձակում իրականացնում, ճանապարհն մեզի ցույց է տալիս, ասում է դե դիցեք ես եկեղեցու դեմ շարժում եմ ձևավորել, ուրեմն դուրս եկեք իմ դեմ փողոց դուրս եկեք, ճանապարհն էլ է ցույց տալի։ Եկեք փորձեք ինձ հեռացնել։ Բայց դա ինքը գիտի, որ վերջում իր հեռացնելու ընդհանրապես այդտեղ ոչ մի ծրագիր դրված չի։ Շատ հստակ է, որ ոչ մի ծրագիր էլ իրեն հեռացնելու նպատակ չունի, որտեղ չափ 100% վստահ որ ոչ մի կպական այդ գործընթացին ձայն չի տալու եւ ինքը դրա վերջում չի հաջողելու։ Արդյունքը լինելու է ինչ։ Արդյունքը լինելու է այն, որ այս գործընթացը ազգային ժողովում ձախողի, եթե նույնիսկ այդ Նիկոլի trigger-ից օգտվի ընդդիմությունը, փորձի ժողովուրդ զանգված, պես ասած, բերել փողոց, հավաքի ազգային ժողովի դիմաց, impeachment-ի գործընթացը սկսի հիմա ցանկացած տեխնատուի դեպքով, մեկը դա արդյունքի չի հասնելու։ Արդյունքը լինելու է ինչ, այն որ գործընթացը ձախողելու ազգային ժողովում, Նիկոլի դեմ դուք 6 ամիս չեք կարողանալու այլևս որևէ գործընթացը սկսեք, բայց ամենասարսափելի եւ վտանգավոր որի մասին ես անգամներ խոսացել եւ դժբախտաբար կարծես շատերը չեն հասկանում ես ինչ եմ ասում, որ մենք պարլամենտական երկիր ենք, եթե պարլամենտական երկրի ազգային ժողովը չի կարողանում վարչապետին անվստահության գործընթացը հասնել ավարտին, դրա հականիշը լինում է այն,
որ վստահություն է հայտնում ազգային ժողովը Գորբա վարչապետին։ Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդին։ Իսկ դա Նիկոլին արիթ է տալու, որպեսզի առաջիկա 6 ամսվա ընթացքում գնալ նստել Ալիևի հետ, այդ թղթի կտորը ստորագրել, հետո այդ թղթի կտորը վերցնել, պատրաստվել հաջորդ ընտրությունների համար։ Այս մարդիկ բոլորը իմ համոզմամբ նույն դաշտում են խաղում։ Իմպիչմենտիստներ, Նիկոլ բոլորը նույն դաշտում են խաղում։ Բոլորն էլ գիտեն, որ պիտի գնան ընտրությունների։ Բոլորն էլ գիտեն, որ միջև ընտրություններ Նիկոլը դեր ունի մեկ առաքելություն իրականացնելու համար։ Այդ թղթի կտորը ստորագրելը։ Այդ թղթի կտորի ստորագրման համար կարիք ունի ժողովրդի, այսպես ասած, կեղծ վստահությունը, որը Ալիևի հիմնական նախապայմաններից է եղել։ Անգամներ հայտարարելա, որ ես Նիկոլի հետ չեմ ուզում խաղաղության համաձայնագիր ստորագրեմ։ Ես խաղաղության համաձայնագիր պիտի ստորագրեմ ժողովրդի հետ, բայց հայ ժողովրդի հետ չի կարող ինքը նստի հատ խաղաղության համաձայնագիր ստորագրի։ Այդ ժողովրդին ներկայացնում է ազգային ժողովը, իսկ ազգային ժողովը եթե կեղծ կերպով իր վստահությունը փոխանցի Նիկոլին, դա դառնում է Նիկոլի ձեռքին պատրվակ, որպեսզի կարողանա ժողովրդի անունից խաղաղության այդ կեղծ փաստաթուղթը ստորագրել, ունենալ, որից հետո ինքը ավարտին հասցրած կեն իր առաքելությունը, հետո կարելի է հանգիստ իրան ռադանեն, որպեսզի գնա։ Իսկ մինչ այդ մի այլ կարևոր աշխատանք պիտի կատարվի։ Չեզոքացնեմ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը շատ հստակ կերպով այս պահին իշխանական մեջ մնալու հայտ է ներկայացրել, հաջորդ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Իսկ մինչ այդ օրակարգում կա ամեն կերպ խոչընդոտել թույլ չտալ երկրորդ կապիտուլացիայի ստորագրումը։ Հիմա ինչ պետք է անեն, թե Նիկոլը, թե մյուսները ամեն կերպ փորձեն չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանին այս ընթացքում։ Այս կեղծ տրիգեր, այսպես եկեղեցու դեմ հարձակումները բոլորը նույն նպատակն են հետապնդում։ Այս այ անձնական համոզմունքն է։ Կեղծ ընդվզում ձևավորել, որպես տրիգեր տալ ընդդիմության ձեռքում, փողոցային, այդպես ասած, կեղծ շարժում ձևավորել, երբ դա դեռ հասունացած չի պահը դրա համար, հետո իմպիչմենտի կեղծ գործընթաց ձևավորել, կրկնում եմ, գործընթացը ցախողելու է, Նիկոլը ապահովելու է վստահությամբ եւ մնացած արդեն մեկ անգամ էլ բացատրեցի, թե ինչ նպատակ է հետապնդում։ Հիմա, քանի որ այս թեմայի մասին գիտեմ շատ է խոսվելու այս քանի օրեր, շատ կարեւոր է, որտեղ ընդդիմության հիմա եթե նկատած դինեք արդեն երեկվանից սկսել են ընդդիմություն ինչ անում, Նիկոլ այսպեսի հայտարարություններ արել, բայց տեսեք մենք ընդդիմություն էլ չունենք, ոչինչ չարեցին, ժողովրդին փողոց չանեցին, պիտի ժողովրդին դուրս բերեին, տեսեք Նիկոլ ինչեր ասեց։ Գիտեք, դա Նիկոլի գծած խաղն է, ուզում եմ ընդգծել, որպեսզի չէին այդ ջուկ բոլորդ էլ հասկանաք ձեր շրջապատին էլ ասեք, սա Նիկոլի գծած խաղն է։ Իսկ անխելք ընդդիմությունը միայն Նիկոլին հեռացնելու համար կառաջնորդվի խաղի այն կանոններով, որ Նիկոլը ինքն է իրենց համար գծել, կամ այն օրակարգով, որ Նիկոլը ինքն է գեներացրել։ Դու պարզապես քո սեփական օրակարգով գնալ, քո սեփական խաղի օրենքներով առաջնորդվել, քո սեփական իշխանապողության մեթոդները կիրառես, որպեսզի կարողանաս արդյունավետ պայքար տալես եւ հասնել նպատակին։ Այն պահից, երբ դու խաղացիր Նիկոլի գծած կանոններով, դու հայտնվելու ես իր ծուղակում եւ անելու ես այն ինչ որ ինքն է քեզ թելադրում, այն ինչ որ հիմա է անում եկեղեցու դեմ հոգեվորականների դեմ ծավալած այս պայքարով։ Երկու հայտարարություն է տարածվել ընդդիմության երկու թևերի կողմից։ Ես ուզում եմ նախ նկատի առնեք, որ Հայաստան դաշինքն է հայտարարություն տարածել եւ հանրապետական կուսակցությունը դարձել։ Պատիվ ունեմ որտեղ այստեղ։ Հիմա գիտեք, պատիվ ունեմին ընդհանրապես որևէ մեկը չի անդրադառնում, երբ ասում են ընդդիմություն, բոլորը Հայաստան դաշինք են հիշում։ Բայց ուր է պատիվ ունենա։ Գոյություն ունի ընդհանրապես թե չէ։ Այդ ինչպես միշտ ըստ վերում են, որպեսզի վերջում խույս տան ցանկացած տեսակի պատասխանատվությունից։ Ասեն դե մենք չենք հայտարարել, մերը չի էլ այդ հայտարարությունը մենք չենք արել։ Բայց հանրապետական կուսակցության հայտարարությունը շատ հստակ է։ Եվ Հայաստան դաշինքի հայտարարությունն էլ այսօր է տարածվել։ Ես ուզում եմ մի հատ շատ նրբություն երկու հայտարարությունների մեջ ձեր ուշադրություն հրավիրեմ այդ երկու կետերի մեջ, կարծում եմ այն ինչը որ ես հիմա ասացի, դուք այդ հայտարարությունների մեջ կարող եք շատ པարզ կերպով նկատեք։ Ուրեմն առաջ հանրապետական կուսակցության գերագույն մարմինը, եթե չեմ սխալվում, տարածած հայտարարությունը։ Խոսում է Նիկոլի մասին հակասահմանադրական քայլեր, ինչպես այդ երկար պատմություն է շարել, բայց հայտարարության մեջ դուք որևէ տեղ չեք տեսնի իշխանապողություն բառը։ Իշխանապողություն բառ չկա։ Հասնենք իշխանապողության
հասնենք դավաճան իշխանությունների հեռացման։ Փոխարենը ինչ ձևակերպում կա այստեղ։ Ես չգիտեմ, կարող է դա պատահաբար է եղել, գուցե ես բարերից եմ կարծում, բայց դե գիտեք, իրենք էլ շատ հաճախ, երբ ուրիշները հայտարարություններ են տարածում, հենց այդ բարերից եմ կարծում։ Եվ ես չեմ կարծում օրինակ հանրապետական կուսակցության մակարդակի մի հատ կուսակցություն 30 տարվա անցյալով, որ մի շարունակ իշխանության մեջ է եղել, բարերի նկատմամբ այդքան անուշադիր է ընտրության հարցում եւ պատահաբար այդ բարերը ընտրում։ Ինչ է գրված։ Իշխանապողության մասին որևէ բան չկա։ Ինչ է գրված նախավերջի պարբերականում, ներկայիս խայտարակ իրողությունը կրկին օրհասական է դարձնում համաժողովրդական պահանջով, հիշեք ինչ ասեցի քիչ առաջ, նոր կառավարության ձևավորման հրամայականը։ Նոր կառավարության ձևավորումը, բայց ոչ իշխանապողություն։ Սա ինչ է նշանակում։ Սա պատահաբար բառը դրված բառեր չեն։ Իշխանապողությունը լինում է այն, երբ ամբողջ համակարգն է փոխվում։ Ժողովրդային ընդվզման արդյունքում հիմա կամ ընտրությունը կամ հրաժարականը ամբողջ այս համակարգը գնում ազգային ժողովի լուծարվում է, նոր համակարգ է ստեղծվում, նոր իշխանություն է ձևավորվում բոլոր կառույցներով։ Բայց երբ խոսում ես նոր կառավարության ձևավորում, միայն խոսվում է վարչապետի փոփոխության մասին։ Ազգային ժողովը մնում է, մյուս կառույցները մնում են, ամեն ինչը մնում է։ Նույն այն պատմությունը, որ իմպիչմենտ է տանում մեզ հետողությամբ։ Այսինքն այս հայտարարության ես տողատակերում տեսնում եմ իմպիչմենտի պահանջ։ Այսինքն հանրապետական նույնն ասում, ինչ որ մյուսներն են ասում, ինչ որ Նիկոլն այդ տրիգերով ուզում ես ասել։ Գնացեք, փորձեք իմպիչմենտ անել ինձ, իմպիչմենտի միջոցով նոր կառավարություն ձևավորեք։ Իդեպ երկու անգամ այդ բառը օգտագործում։ Հաջորդ տողի մեջ է, նույն շարունակության մեջ նույնն է գալիս հաջորդ ավերտը։ Ժամանակն է բռունցվելու վճռականության եւ գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որ առաջնահերթություն կտա մեր երկրի եւ ժողովրդի բարեկեցության ու ազգային արժեքների պաշտպանությանը։ Կրկին խոսքը իշխանության մասին չի։ Իշխանապողության մասին ընդհանրապես չեն խոսում։ Նոր կառավարության ձևավորման մասն է խոսում։ Հիմա հարց եմ տալիս մեր սիրելի հանրապետական գործընկեր։ Արդյոք իրաց միայն բավարարում այն, որ Նիկոլը գնա, Նիկոլի փոխարեն իշխան այսինչյանը գան ըստի այդտեղ, իրանք դրանով ամբողջ խնդիրները լուծված են տեսնում, մի հատ իմպիչմենտի գործընթացով, կեղծ կերպով, այսինքն անձը մեկը վերցնեն ուրիշի դնեն այդտեղ, ամբողջ խնդիրը մերը այդտեղ է դրված։ Դες ամբողջ համակարգը, այս դավաճան իշխանությունը, այս համակարգը, որ մեզ բերել հասել է այստեղ, պիտի փոխվի։ Իսկ այս համակարգի փոփոխությունը իմպիչմենտով չի որ իրականություն է դառնալու։ Իմպիչմենտի արդյունքում մեկ բանց, մեկ վարչմարդ դառնում է վարչապետը փոխվում է, մի հատ ուրիշ մեկ դառնում է վարչապետ։ Իդեպ ժողովրդի կամքը շրջանցելով։ Ես խոստացել էի շաբաթ այս մասին խոսեմ, հիմա այս թեմաներ առաջական հիմա հավանաբար պիտի թողնեմ մեկ այլ առիթի, որ ինչով է տարբերվում իմպիչմենտը ընտրություններից։ Եվ ինչպես է իմպիչմենտի գործողության ժամանակ կարևոր փաստերից մեկն է իմպիչմենտի այն, որ նոր իշխանությունը ձևավորվում է հակառակ ժողովրդի կամքին։ Այսինքն այդտեղ ժողովուրդը ոչ մի կամք չի ցուցաբերում նոր իշխանությունների ձևավորման հարցում։ Նոր իշխանությունը ձևավորվում է դեռ ոչ թե ընդդիմության կողմից, որտեղ ընդդիմությունը տեղ ունի ընդամենը 36 ձայն, այլ հենց քպականների ձայներով է ձևավորվում նոր իշխանությունը։ Իմպիչմենտի դեպքում, բայց ընտրության դեպքում արդեն ժողովուրդ ջան, դուք եք ընտրողը, ձեզ որևէ մեկը չի շրջանցում։ Այդտեղ է տարբերվում շատ նուրբ տարբերությունը, որ կա ընտրությունների եւ իմպիչմենտի մեջ։ Իմպիչմենտը ընդհանրապես անտեսում է ժողովրդի գործոնը նոր իշխանությունների ձևավորման հարցում, միշտ ընտրության հիմքում ժողովուրդը ձեր կամքն է ժողովուրդ, որ դուք եք որոշում ով լինի ձեր հաջորդ իշխանությունը եւ ում եք ցանկանում տեսնել հաջորդ իշխանության ղեկին։ Իսկ հիմա հենց այս շատ կարճ ասեմ ձևակերպման մեջ բնականաբար ընտրություններից վախենում են մարդիկ, ովքեր գիտեն, որ ժողովուրդը իրենց նկատմամբ հակակրանք ունի, ռեսուրս չունեն, ժողովրդի կողմից սիրված չեն, բացառված է ոչ միայն իշխանություն դառնալ, ու ոչ նույնիսկ ազգային ժողովի շեմը չկարողանան անցնել վերջի շրջանի բոլոր ընտրությունները դրա բարձ վկայություն են, իմպիչմենտը կարճ ճանապարհ է ժողովրդին շրջանցելով հետ վերցնել իշխանությունը։ Ես հուսով եմ սա պատասխանը կստանամ, ինչու իրենք, ասենք, իշխանապողություն բառը այստեղ չեն օգտագործել իրենց հայտարարության մեջ եւ խոսել են ընդհանրապես կառավարության ձևավորման մասին։ Ես հիմա եթե թույլ տաք, նաեւ կընթերցեմ Հայաստան դաշինքի, մի վարքյան ես Հայաստան դաշինքի հայտարարություն էլ բերեմ։ Այ
ուրեմն Հայաստան դաշինք ինչ ասում, Հայաստան դաշինքի հայտարարությունը շատ կարճ է եւ այնտեղ հիմնականում շատ հստակ կերպով հենց այն ամեն ինչը որ ես ձեզ ասացի, որ չգնել Նիկոլի ծուղակը եւ իր խաղի գծած օրենքներով չշարժվել, այդտեղ դա է նշված։ Ես կուզեմ ամբողջը ձեզամար ընթերցեմ, շատ կարճ է, կարծում եմ ժամը թույլ կտա ինձի, որպեսզի դա ընթերցեմ։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա եպիսկոպոսական դասին թիրախավորելով իշխող վարչախումբը շարունակում են ներազգային պարակման, հայ ժողովրդի ինքնության հիմքերի խաթարման եւ երկրում հոգեվոր բարոյական ճգնաժամը խորացնող վարկագիծը։ Հայ ժողովրդի կյանքում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունեցել է եւ ունի բացառիկ առաքելություն, ինչն ամրագրված է սահմանադրությամբ։ Այսքանը մոտավորապես նախկին հանրապետականի հայտարարության մեջ էլ մոտավորապես ուրիշ բառերով կան։ Մենք դատապարտում ենք գործող վարչախմբի եւ նրա պարագլխի Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա հայրապետին եւ եպիսկոպոսած դասին թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը, այն գնահատում ենք ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող, նրա միասնականությունն ու արժեքային համակարգը քայքայող գործողություն։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականությունն ու վճռականությունն առավել քան անհրաժեշտություն են։ Հավատավոր հայ ժողովրդի նվիրական միասնականությամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին, հանուն հայոց պետականության ամրապնդման, հանուն մեր հավաքական իրավունքների եւ շահերի պաշտպանության։ Ես կարծում եմ շատ չափազանց հավասարակշռված եւ խոհեմ հայտարարություն է, զգացմունքների չտրված, Նիկոլի, այսպես ասած, ծուղակը չընկած, որտեղ ընդգծում է ժողովրդի միասնականության պահպանությունը եւ ողջամտությունը այս շարժումը արդյունքի հասցնելու համար։ Ոչ կեղծ կառավարության ձևավորման մասին է խոսում, ոչ էլ ուրիշ թեմաների մասին է խոսում։ Սա ասեցի, որտեղ վստահ եմ հիմա սկսելու են հարվածել, բայց տեսեք իշխանապողության մասին որից է բան չկա, որից է գործ չեն անում, ընդդիմությունը, այսպես ասած, հանգիստ նստած են, ուզում եմ ձեզ վստահեցնել, մեկ անգամ էլ ընդգծել իմ ամբողջ լայվի նպատակը սա է, որ իշխանապողության օրակարգը չպիտի մեզ թելադրի Նիկոլը եւ Աննան իրենց գրառումներով, չպետք է նրանք մեզ թելադրեն։ Իշխանապողության տրիգերը չպետք է Նիկոլը, այսպես ասած, սկուտերի վրա դրած մեզի բերի մատուցի, ասի դե վերսեք, ես տրիգեր ձեզ իշխանապող։ Ամեն անգամ երբ Նիկոլն ու Աննան նման քայլի գնացին, դուք հստակ իմացեք, դրա տակ ինչ որ մի բան է թաքնված, ինչ որ նպատակ կա դրված, որից պիտի 100 կիլոմետրերով հեռու մնալ եւ փորձել ճիշտ հակառակ ուղղությամբ շարժվել եւ չունել նրանց ծուղակը։ Կարծում եմ լայվ այսօր մի քիչ շուտ ավարտեմ, 2 ժամով ավարտեմ լայվը, բայց մի հետաքրքիր փաստել ուզում եմ արձանագրել եւ դրանով ավարտեմ։ Գիտեք, այս սցենարները ես չգիտեմ ով է գրում, որտեղ է գրվում, ինչպես է գրվում, բայց ծիծաղելի են, գիտեք, շատ ծիծաղելի են։ Նմանությունները, որ այսօրվա իրադարձությունների մեջ կա, մի հատ երկու տարի առաջ մի հատ այդպես կինո դուրս եկավ իշխանություն 2 անունով։ Մի հատ փորձեք այսօր եթե ժամ արեցիք, գնացեք նորից այդ կինոն նայեք, այդ ֆիլմը նայեք, գիտեք, հետաքրքիր նմանություններ կտեսնեք։ Գիտեք, սցենարները, որ գրում են, հետո փորձում են ծիծաղելի կերպով ընդգծել այս մարդիկ, ինքան ծիծաղելի է դարձել եւ գիտեք, որտեվ ծիծաղելի է, որտեվ ընդհանրապես այս սցենարների մեջ ժողովրդի գործոնը շարունակում է անտեսված մնալ եւ այս դրա համար էլ արդյունքի չի հանգում։ Նման մեկ քայլ էլ կինոյի միջոցով ժողովրդին ինչ-որ բան հասկացնելու, ինչ-որ կոդեր տալու փորձ, հիշում եմ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ տեղի ունեցավ։ Այս ժամանակ էլ հիշեք ապրելու երկիրները հայտ ներկայացել քաղաքապետարան ընտրությունների համար Մանեթ Հանդիլյանն է, Մանեթ Հանդիլյանի բոլորս գիտենք, Լուսավոր Հայաստան, Էդմոն Մարուկյանին էլ գիտենք, եթե փոչը բռնենք ումին է հասնում ում կողմից է ֆինանսավորված եղել երկդաշինքը ժամանակին, հետո Նիկոլ Փաշինյանի կառավարություն, հետո դուրս եկան։ Հիմա հետաքրքիր քաղաքապետի հայտ էր ներկայացնում ու հենց այդ ժամանակ նույն օրերին ֆինանսերի հիշողությունը ուզում թարվածնեմ, եթե չեն սխալվում, Արմենիա հերոստանգերությունները հեռարձակեց մեկ հատ հերոստասերիա Տիկին նախարար անունով։ Մի հատ նայեք նույնիսկ հակու կապը, կերպարները, տեսարանները, քարոզչական գործոնները, որ օգտագործվում էին այդ թիմի կողմից քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ Երևանին եւ այդ կինոյի տեսարանները։ Գիտեք, 90%-անոց համընկնումներ եք տեսնում այդ ամենի մեջ։ Ներկայացնում սրանք պատահական են, կարող է շատեր ասեն, դե սրանք պատահական, շատ պատահական զուգադիպություններ են, բայց իմ կարծիքով նման մակարդակի քաղաքականության մեջ
նման պատահականություններ չլինում։ Ոչ այդ տիկին նախարար կինոն եւ Երևանի ավականու ընտրություններն էին պատահական, որտեղ խայտարակ պարտություն կրեցին, նույնիսկ շեմը չկարողացան անցնել Երևանի ավականու անդամ դառնալու։ Այդտեղ այդ պլանները ձախողեցին նոր երրորդ ուժ, այդպես ասած նոր դեմքերով Երևան գալու։ Եվ կարծում եմ հիմա նույնն է, այսինքն թե այս իշխանություն երկու այսօրվա իրադարձություններ, ինչ որ եկեղեցականի կերպար անել, եկեղեցու զանգեր հիշեցնել, այն որ ասում են մենք դեռ մեր զանգը չենք հնչեցրել։ Դե գիտեք հիմա փորձում են գուցե զանգը հնչեցնել ուրիշների հաշվի, բայց դե չգիտեմ որքան իրենց կհաջողվի, կսպասենք իրադարձություններին, կհետևենք, տեսնենք ինչ է դառնում։ Իսկ ես երեք էլ էի գրել ժողովուրդ ջան, այս ամենի ֆոնին մի անտեսեք դոգի կերպարը։ Շատերը երբ ես խոսում եմ դրա մասին, ծիծաղում են ինձ վրա, ասում են ամեն ինչը փորձում ես իրար հետ կապել, բայց ամեն ինչը ես իրար հետ չեմ կապում, ամեն ինչ իրար հետ փոխ կապակցված են, քանի որ ժամանակագրական կարգով ամեն ինչը իրար հետ փոխ կապակցված են։ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին հարցազրույց է տալիս, փետրվարի 20-ին դոգին միանգամից չգիտես որտեղից հայտնաբերում են, մարդը 2 տարի էր որպես անօրինական գաղթական ապրում էր, ոչ ոք չէր գնում, հասնել են ունից չգիտեին, մի հատ վիրտուալ աֆիշում գրանցված, հիմա գնալ կարող եք գտնել։ Միանգամից 3 օր անց հայտնվում է կալանքի տակ դոգը։ Պատահական է, չգիտեմ։ Հետո միանգամից այս իմպիչմենտների շարժումն է ձևավորվում։ Դոգի դատարանում դեռ մինչև այսօր ոչ ոք չգիտի դոգին ինչպես են կանոնավորել։ Փողոցում են բռնել, գնացեն տան դուռն են, այսպես թակեն տան մեջից են իրեն բռնել տարել։ Ինչ որտեղ փաստաթուղթ իրենց պահանջել չի ունեցել, պատահաբար են բռնել։ Ոչ ոք բացատրություն չի տվել ձեզ, հատկապես դոգի հետևորդներ, ուրեմն ձեր ուշադրության հանձնել, ոչ ոք դեռ չի բացատրել ըստ կերպով դոգին որտեղ են կանոնավորել։ Գնացեք պահանջեք ձեր կուսակցությունից այդ փաստաբաններից, թողեք բացատրեն ընդհանրապես առաջի օրվանից ինչ է տեղի ունեցել։ Ոչ ոք չգիտի այդ դատաքննության ժամանակ ինչ է ներկայացվում, ինչ են պաշտպանում, ով է գալիս, ով է գնում։ Ինչու՞, որտեղ դատական առաջին նիստին նույնիսկ երեխան գիտի, որ Միացյալ Նահանգներում դու չես կարող դատական նիստը նկարանես, ամենտեղ գրված է եւ արգելված է։ Ոչ միայն նկարանում են, այլ գցում են ուղղակի իրենց կուսակցության էջի մեջ։ Դրանից հետո դատավորը հայտարարում է, սրանից հետո փակնիստերը դրմփակ է լինում։ Պատահական է այդ ամեն ինչը, չգիտեմ։ Դրանից հետո այլևս ոչ ոք չգիտի այդ դատաքննությունների ժամանակ ինչ է լինում։ Վերջի դատը օրինակ մայիսի 28-ին էր նշանակված։ Իրենց փաստաբանը հայտարարում է, որ հունիսի 4-ին նոր դատաքննություն ալինել, նոր նիստ նշանակված։ Մտեք immigration-ի դատարանի կայքի մեջ, Վարդան Ղուկասյանի անվան, կտեսնեք, որ ոչ մի դատական նիստ էլ հունիսի 4-ին Վարդան Ղուկասյանի համար նշանակված չգոնե այս բայի դրությամբ։ Ինչ է տեղի ունենում, ովքեր են այդ դատաքննությունը շարունակում։ Արդյոք ինչ որտեղ հիմա որպես երկրորդ պլան, եթե Նիկոլի տրիգերը չօգտագործեց, դոգի տրիգերից են օգտվելու իմպիչմենտի այս գործընթացը առաջ տանելու համար։ Չգիտեմ, կարծում եմ բոլորս կարող ենք սպասենք, իրադարձությունները առջևում են, բոլորս կտեսնենք ով է, այսպես ասած երևակայական բաներ ասում, ով է իրականության հետ խոսում, բայց ձեզ շեշտում եմ եւ խնդրում եմ այս դետալները մի անտեսեք, այս մանրուքները բոլորը ինչ որտեղ գալիս են, բոլորը իրար հետ փոխ կապակցվում են եւ միայն հանրային, այդպես ասած գիտակցության բարձրացումն է, որ մեզ կարող է այս աղետից փրկել եւ թույլ չտալ, որպեսզի ժողովրդի թիկունքում խաղեր տալով, ինչպես մեկ անգամ տրեցին 2018 թվականին, երկրորդ անգամ նույն ձևակերպով նոր կառավարություն ձևավորել, նոր մարդկանց փաթաթել ժողովրդի գլխին։ Ժողովուրդը ունի իրավունք մեկ անգամ ընդմիշտ որոշելու իր կամքը հիմա կամ փողոցային ընդվզման ժամանակահատվածով կլինի փողոցային ընդվզում, չէ լավ ընտրությունների միջոցով։ Հայաստանի հաջորդ ղեկավարը պիտի որոշվի ժողովրդի կամքով, ժողովրդի միջոցով եւ ժողովրդի ցանկությամբ։ Ոչ մի քանի մարդկանց կամքով, ինչ որ կուլիսային խաղերով կամ նույնիսկ այս քպականների ձայներով impeachment-ի միջոցով։ Շնորհակալ եմ ժողովրդին, որ հետևեցիք ինձ, եթե ընդունում եք կամ ինչ որ ձևով կիսում եք այդ մտքերը, ուրախ կլինեմ նաև այս տեսագրությամբ կիսվեք ձեր էջերում, որպեսզի ավելի շատ մարդկանց հասանելի դառնան, փորձենք մեր շրջանակը լայնացնել, որպեսզի մարդիկ սկսեն մի քիչ առողջ մտածել, լուրջ մտածել եւ ամենակարևորն է, որ Նիկոլի եւ Աննա Հակոբյանի դարած ծուղակների մեջ չընկնենք եւ իրենց գծած խաղի կանոններով չառաջնորդվենք։ Լավ մնացեք։